Ահա, անուշիկներս, իմ տոնածառը, իմ գեղեցկուհին պատրաստ է։ Այս տարի ոչ մի ավելորդ զարդարանքներ չեմ արել, իմ խաղալիքներն արդեն բավական էին, այս տարի նաև նոր խաղալիքներ եմ ձեռք բերել, հիմա ձեզ ցույց կտամ, տեսեք, էլի ինչպես ինձ արդեն վաղուց գիտեք և ճանաչում եք, տեսեք իմ նախորդ տարիների այս խաղալիքները, բոլորիդ արդեն ծանոթ, գիտեք բոլորդ էլ, այս տարի նաև ավելացել են այս խաղալիքները, էլի գնել էի սա սուպերմարկետից, շատ մատչելի եմ գնել անուշիկներս, ահա տեսեք իմ, ինչ են ասում, կարդինալ թռչունը, կարմիր կարդինալը, սա էլի վաղուց էի գնել, այս տարվա գնումներից սա է, այսպես, սա է այս տարվա գնումներից էլի, տեսեք ինչքան գեղեցիկ ու ինչքան հետաքրքիր է, երբ մոտենում ես, նայում ես պատկերներին, ծաղիկները այս տարի թրենդային էին, ես գիտեմ, դրա համար էլ տեղավորել եմ, այս խաղալիքը անցյալ տարի ձեռք եմ բերել, սա ուներ իր պատմությունը, 2 հատ մամա ինձս տանն էր, մեկը կոտրվել է, ես մամայիս հետ դա շատ վաղուց դեռ մանկապարտեզի երեխա է, Շահումյան ունիվերմագից ենք գնել, Շահումյան պիոներ պալատ չհասած, այնտեղ մեծ ունիվերմագ կար, այնտեղից էինք գնել, էլի շատ խաղալիքներ, որ մամայինցս տանն է, ահա, այսպիսին եմ ձեռք բերել, սա հիշում եք անցյալ տարի ձեռք էի բերել Վենետիկից այս խաղալիքը, ահա, մի քիչ դասավորությունը սխալ է եղել, որովհետև տան մեջտեղում էի դասավորել, դրա համար էլ այսպես խառն է ստացվել, հետևում էլ կան շատ խաղալիքներ ունեմ հետևում, այս Եղևնին արդեն 2 տարի է ինձ հետ է, Ձմեռ պապը, այս տարվա գնումներից նաև սա է, Սանտան, մեքենան էլի արդեն 2 տարի է, դե մնացածները արդեն դուք գիտեք, ձեզ ծանոթ է, սա էլ է այս տարվա գնում, սա էլի այս տարվա գնում է, տեսեք փողոցում, գեղեցիկ, ես շատ եմ սիրում այսպիսի նկարներով, դուք վաղուց արդեն գիտեք այդ մասին, իմ հետևորդները, ովքեր ինձ հետ են վաղուց, սա Վահանն է ինձ բերել Իտալիայից, սա էլ է Իտալիայից ինձ բերել Վահանը, մի խոսքով խաղալիքներս չքնաղ են և շատ պատահական, ես չգիտեի, որ ունեմ, սա էլ է Իտալիայից Վահանը բերել, չգիտեի, որ ունեմ այս տարի հրեղենձի, այս հրեղենձին էլ այստեղ տեղ գտավ, սա տեսնում եք արդեն Սուրբ Ծննդյան ավետումն է, սա իմ Սինգապուրի խաղալիքն է, հրեշտակս, որ բերել եմ 13 տարի առաջ, սա Մոսկվայից եմ գնել աղունիկս, հիշում եք, մեկն էլ Վահագիս մոտ է, միշտ միասին, ահա, և էլ որը ձեզ ցույց տամ, անուշիկներս, այստեղ էլի շատ ունեմ խաղալիքներ, սա ևս Սինգապուրից եմ բերել, սա ևս սրա կլոր ունեմ, Վահագիս մոտ է, Վահագիս եմ նվիրել, մի խոսքով, արդեն գիտեք, արդեն ծանոթ եք, սա լույս էր վառվում, հիմա նստել է իր մարտկոցը, չի աշխատում, մի խոսքով անուշիկներս այնտեղ ներքևում էլի Ձմեռ պապ, մի խոսքով սիրելիներս, սա էլ էսպես, իսկ էստեղ անկյունը, այսպես սա այստեղ հրեշտակ էլ ունեմ, իմ գեղեցկուհի հրեշտակս վաղուց է ինձ հետ, այս տեսեք գորգը, մենք 3-ով տեղ գտանք տոնածառի տակ, ես Վահանը Էրիկը, այստեղ միայն ես ու Վահանն ենք, սա իհարկե դրսի համար է, գիտեք, դրսի դռան դիմաց, բայց ասեք, հիմա ես սա ոնց դնեմ դրսի դռան դիմաց, որ մարդիկ գան, ցեխոտ կոշիկներով իրենց ոտիկները մաքրեն մեր երկուսի դեմքին,
որոշեցի այսպես որպես դեկոր օգտագործեմ եւ ահա այսպիսի անկյուն փոքրիկ անտառի տեսքով պատրաստել եմ, որ իմ փոքրիկ ավետը գա եւ հիանա։ Այսպես անուշիկներ, դե սա իմ աշխատանքն է, գիտեք, տեսել եք եւ մեկն էլ ունեմ այնտեղ պատին է փակցված։ Լույսերի հիշում եք Վահանն էր պատվիրել, այսպես եւ այս իմ երկու ինչ են ձնե մարդուկները։ Այսպես անուշիկները, սա այսպես, էլ ոչինչ չունեմ։ Մոռացել էի, որ պետք է ձեզ համար նկարեմ, արդեն 2 օր անցել էր։ Այսպես սիրելիներս, դե ինչ, ասում եմ առայժմ։ Ողջույն սիրելիներս, անցած գիշեր, այսինքն ամսի 27-ի գիշերը, տեղաց առաջին ձյունը, իմ մարդների տեղն են, երկար տարիներ Երևանում ձյուն չէր եկել, տեսեք, սա հրաշք է պարզապես, հրաշք, մենք սպասում էինք, ես հատկապես շատ էի սպասում, որովհետև ինձ համար, կարծում եմ իմ հասակակիցների համար, հենց նոր տարին ասոցացվում է ձյան գալով, ձյուն պետք է տեղա, հենց թեկուզ հենց առաջին գիշերը, սա հրաշք է, հրաշք, տեսեք ինչ ջերմակ է, ինչ ջերմակ, մաքուր, սիրուն, թող մարդու հոգին էլ այսքան ջերմակ լինի, սիրելիներս, դե ինչ ձեզ մաղթում եմ այսքան բարի, սպիտակ, գեղեցիկ օր։ Սիրելիներս, ես նկարում եմ տարվա վերջին տեսանյութը, հնարավոր է, որ այն բավական կարճ լինի, մոտավորապես 10-15 րոպե, որովհետև գիտեք, բոլորս այսօր ողողված ենք աշխատանքով, գործով, պատրաստություններով, տարին մեկ անգամ, շատ կան մարդիկ, որ բողոքում են, ասում են, սա ինչ է, չեք վերջացնում այդ սովորույթը, ոչ չենք վերջացնում եւ չենք վերջացնելու, տարին մեկ անգամ ուզում ենք, որ բոլորիս տները շեն լինի, լի լինի, մի քիչ էլ թող մեզ մի փոքրիկ նեղություն տանք, բայց այս նեղությունը ուրախության, սպասման տանջանք է, սիրելիներս, ոչ էլ տանջանք է, լավ էլ ուրախ մեզ համար բոլորս պատրաստվում ենք նոր ակնկալիքներով, նոր բացահայտումների տարվա սպասումով, այնպես որ չեմ դժգոհում եւ այսօր ամսի 29-ն է, ես ստացել եմ իմ նվերը ստացել եմ իմ շատ սիրելի Անիից, չէ, իմ հարսիկ Անիից, չէ, մյուս Անիից, մեր էլի հարսիկ Անի է, Ադամ Սահակյանի եղբոր կինն է ինձ ուղարկել, մեր մյուս հարսիկ Անին, որը շատ շնորհալի աղջիկ է, շատ արվեստին մոտ կանգնած տիկնիկագործ, ինքն էլ է պատրաստում տիկնիկներ, շատ երիտասարդ է, 30 տարեկան չկա, շատ գիտակից, կիրթ կարդացած գրագետ անձնավորություն, ում հետ ես միշտ ունենում եմ թեմա զրուցելու, խոսելու, բացահայտումներ անելու, ինքը իմ միջոցով, ես իր միջոցով, եւ այս գեղեցիկ նվերը Անին ուղարկել է ինձ, պատրաստել է, ես մոտավորապես կրահում եմ, սա իր ձեռքի աշխատանքներից է, ուրիշ խաղալիք է կոչվում, սա եւս Անիի ձեռքի աշխատանքն է, հիմա միասին կբացենք, տեսեք ինչքան գեղեցիկ եւ էսթետիկ ձևավորում ունի, հիմա միասին բացենք, Անի ջան, անչափ շնորհակալ եմ այս գեղեցկության համար, անչափ շնորհակալ եմ, ես սա սիրով հիմա միտեղ կդնեմ, ահա, սա էլ կպահեմ բնականաբար եւ միասին բացենք այս տուփը, օպա, ահա, մի րոպե, բացեցի, հետո փակվեց,
Ահա, ասում էի չէ, Անիի ձեռքի աշխատանքներն են, սիրելիներս, տեսեք, այս ամբողջը բնական նյութերից է, տեսեք, փայտ է, ծղոտ, տեսեք, թե ինչքան գեղեցիկ է, բնականաբար այս խաղալիքների հիմա տեղ կգտնեն իմ տոնածառին, շատ գեղեցիկ են, տեսեք այս տունը, և այս ամենը Անին պատրաստել է իր ձեռքով, Անին ունեցել է նաև ցուցահանդես, տեսեք սիրելիներս, տեսեք ինչքան գեղեցիկ է, Անի ջան, անչափ շնորհակալ եմ, իմ հրաշք, տաղանդաշատ աղջիկ, ես քեզ շատ սիրում եմ, շատ եմ սիրում, Սա էլ այսպիսի գեղեցիկ նվերներ Անուշիկներս, սրանք շատ հայկական են, շատ կոլորիտային են և անպայման տեղ կգտնեն իմ տոնածառին, այսպես, անչափ շնորհակալ եմ Անիին, դե ինչ Անուշիկներս, գնամ շարունակեմ, ասեմ նրբաբլիթներս արդեն ավարտել եմ, տերևով տոլման նոր ավարտեցի, պատրաստվում եմ արդեն փախլավան թխել և ուրեմն մեղրով տորթի թերթիկները գնել էի, միայն պետք է կրեմը պատրաստեմ ու կմնա աղցաններս արդեն, աղցանները մոտավորապես ցույց կտամ, էլի եմ արել, դե մայրաքաղաքային ինչպես բոլորի տներում, այնպես էլ մեր տանը անպակաս կլինի, շատ ենք սիրում և 2 հատ կպատրաստեմ, մեկը Subway-ն է, որը ես Սինգապուրում եմ, այսպես ասած, հնարել, ինքս եմ հնարել և մյուսը արդեն գիտեք ծովախեցգետնով և արքայախնձորով, որ ես շատ եմ սիրում, այսպես Անուշիկներս, ձեզ հետ կկիսվեմ նաև աղցաններով և արդեն վաղը կտեղադրեմ ու արդեն հաջորդ տարի կհանդիպենք, առայժմ այսքանը սիրելիներս, տեսնում եք հեռուստաաշտարակը, նոր շատ մեծ հրավառություն էր, ես չհասցրի դուրս գամ նկարեմ, տեսեք ինչքան գեղեցիկ է մեր հեռուստաաշտարակը, նոր գույներ, գեղեցիկ, սիրուն, փայլերով, այսպես, տեսնում եք գույները ոնց է փոխվում, շատ գեղեցիկ է, ու ինչ ցուրտ է դրսում, սարսափելի ցուրտ է, այսպես, դե ինչ վազեմ տուն, չմրսեմ էս Ազիզորով, դե ինչ սիրելիներս, ևս մեկ օր և մենք հրաժեշտ կտանք 2025 թվականին, կարծում եմ այն բեղումնաշատ էր բոլորի համար, ունենալով նորանոր բարձունքներ, նորանոր հաջողություններ, վստահ եմ, որ բոլորիդ ընտանիքներին այն բերել է սեր, ջերմություն, խաղաղություն, մանկանճիչ, թող այն շարունակվի նաև եկող տարի, 2026 թվականին սիրելիներս, ովքեր ունեն սպասումներ, ովքեր ունեն ձեռքբերումների նոր ակնկալիքներ, թող Աստված օրհնի յուրաքանչյուրի ճանապարհը և յուրաքանչյուր նոր բռնած գործ, ես բոլորիդ անչափ սիրում եմ և շնորհակալ եմ, որ ողջ տարին եղաք կողքիս, շնորհավոր, ամանոր,